Անփորձությունը թե մասնագիտական թերություններն են պատճառը, որ քաղաքաշինության նախարարությունը երկրորդ անգամ շինարարության ընթացքում որոշում է կայացնում իրականացնել հատակագծային փոփոխություններ։ Ինչու է նախապես որոշված բնակարանների քանակը փոփոխության ենթարկվում։ Այս մասին մեր մարզում որևէ մեկը խոսել չի ցանկանում։ Միայն շեշտում են, ձեր հարցին պատասխանելու է անձամբ նախարարը։ Glendale Hills կապալառու կազմակերպությունից այսօր մեզ տեղեկացրեցին, որ իրենք այս փոփոխության հետ կապ չունեն։ Glendale Hills-ը կատարում է քաղաքաշինության նախարարության պատվերը։ Մամլոպատասխանատու Արմինե Ուդումյանը փոխանցեց, որ բնակարանների քանակը ճիշտ է պակասել է, բայց շինաշխատանքների ծավալը, ֆինանսական հատկացումները մնալու են նույնը։ Հիշեցնենք, որ ընթացիկ տարում բնակարանատեր էին դառնալու 1944 ընտանիք, սակայն 1, 2, 3 սենյականոց բնակարանների թվի կրճատման եւ 4 սենյականոցների ավելացման հետևանքով տարեվերջին շահագործման կհանձնվի 1750 բնակարան։ Իսկ անօթևանների ցուցակում հաշվառված կմնա մոտ 1400 ընտանիք։ Թե ինչ է լինելու նրանց ճակատագիրը փորձեցինք ճշտել Շիրակի մարզի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանից։ Այդ 1400 ընտանիքներից մի մասը իրավասու չեն լինի, որովհետև առաջի բաշխման փորձն էլ ցույց տվեց, որ որոշ ընտանիքներ դուրս են մնում հերթապահներից իրավասությունը կորցնելու հետևանքով։ Մոտ 1000 ընտանիքի խնդիր է մնում լուծելու, իսկ դիմացը դեռևս 2 տարի կա։ Այնպես որ այդ ընտանիքների հարցը նույնպես կլուծվի, որոշ մասի համար բնակարաններ կկառուցվեն, որոշ մասին բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվեն։ Ասել է, թե չի բացառվում, որ բնակարանաշինության երրորդ փուլ է լինելու, մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ անօթևանները վաղուց են համոզվել, որ ՊԳՎ ծրագիրը իրեն չի արդարացնում։ Հայեցակարգ է ընդունվել կառավարության կողմից 2008 թվականի հունիսի 12-ին, որ Գյումրի քաղաքում կառուցվելու է 3030 բնակարաններ։ Այնպես որ դա պաշտոնական է նաև, որովհետև այս պահին կառուցված բնակարանների թիվը որոշ չափով պակաս է մնում 3030 բնակարանից։ Իսկ այն, որ ընտանիքների մի մասը դուրս է մնալու հերթացուցակներից իրավասությունը կորցնելու հետևանքով համոզված է վարչության պետը։ Մարդիկ հանրապետությունից բացակայում են, դուրս են կրվում, դառնում են այլ պետության քաղաքացի, մահանում են, տարբեր պատճառներ կան, որոնց հետևանքով կորցնում են իրենց իրավասությունը։ Առաջի բաշխման ժամանակ մենք բավականին շատ քաղաքացիներ ունենք, որոնք դարձել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ եւ կորցրել էին իրենց իրավասությունը բնակարան ստանալու մասով։ Ալբերտ Մարգարյանը տեղեկացրեց, որ 2 բնակարան տարեվերջին կստանան այն ընտանիքները, որոնք կորցրել են 5 սենյականոց բնակարան եւ անցած 23 տարիների ընթացքում ընտանիքի անդամների թիվն աճել է։ 5 սենյականոց կորցրած քաղաքացիներ հերթապահում ընդամենը ունենք 5 ընտանիք, այնպես որ նրանց հարցն էլ այս ծրագրի ընթացքում կլուծվի։ Անդրադառնալով բնակարանների թվի կրճատմանը նշենք, որ այն անօթևանները, ովքեր այս տարի բնակարան չեն ստանա, ստիպված են դարձյալ սպասել, իսկ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումը հետևյալն է. մինչև 2013 թվականը երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների խնդիրը լուծվելու է։ Արմինե Վարդանյան, Համբարձում, Պապոյան, Գալանյուս։